հայրենիք անկախ եւ ազատ հայրենիք իմ մայր հարազատ զավակներդ հզոր անվեհեր հսկում են լեռները տալեհեր որդիները անվախ չաուշի նշտեհի անդրանիկի քայլար առաջ 2016 թվականի ձմեռային երկրորդ զորակոչն է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերը համալրելու են գնում մինչև 2016 թվականի հունվարի 1-ը 18 տարին լրացած տղաները։ Թումանյանի զինվորական կոմիսար փոխգնդապետ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ նորակոչիկներն արդեն անհրաժեշտ բուժսննումն անցել են։ Առողջական խնդիր ունեցող զինակոչիկ չի եղել մեջները, տրամադրությունները բարձր, տրամադրված մարտական, ասենց ասեմ, իրանց տրամադրությունը։ Մաղթեմ համբերություն մեր ծնողներին, ովքեր այսօր համբերատար եւ բարձր տրամադրությունով վերել են իրենց երեխաներին ճանապարհեն մեր հայկական զինված ուժերը, որ համալրեն զինված ուժերի կազմը եւ մաղթեմ մեր զինակոչիկներին առաջնահերթ առողջություն, խաղաղ, կապույտ երկինք, դու իրենց բոլոր կրակոցներն ու պատրաստությունը լինի դա խաղաղ պայմաններում, լինի զորավարժությունների ուսումնական նկատառումների տեսքով։ Թումանյանի զինվորական կոմիսարիատի բակում հավաքված ծնողներն ու հարազատները նորակոչիկներին վերջին խորհուրդներն են տալիս բանակ ճանապարհելուց առաջ։ Օսիկ Գալինյանն իր առաջին թորանն է բանակ ճանապարհում, ասում է տղաները պարտադիր պետք է ծառայեն բանակում։ Շատ լավ զգացողություններ ունեմ, բարով գնա երեխեն լավ ծառայի ու հետ գա։ Դե պետք է մեր երկիրը պաշտպանեն, մեր երկրի սահմանները պաշտպանեն, որպեսզի մենք էլ խաղաղ ապրենք։ Բոլորին մաղթում եմ լավ ծառայություն, խաղաղ լինի սահմանները, որպեսզի մենք էլ հանգիստ լինենք այստեղ։ Տիգրան Սոխակյանն էլ իր եղբոր թորանն է եկել ճանապարհելու, ասում է իր թորները դեռ փոքր են, բայց հետագայում նրանք էլ անպայման ծառայելու են։ Պետք է գնան ծառայեն գան, էլի, կարևորը անփորձանք, աշխարհին խաղաղությունին ոչ միտեղ կռիվ չլի։ Իրանք էլ անփորձանք անվնաս ծառայեն գան։ Բարի ծառայություն, անփորձանք ծառայություն, կարևորն է դա մի կտոր հասպակաս ուտեն, բայց չիվանդանան անփորձանք։ Սահմանն էլ խաղաղություն, ոչ մի կրակոտ չլի։ Ամենալավ բաները խաղաղություն, թող երեխեքն էլ լավ ծառայեն։ Քայլ առաջ առաջ ամնումն է քո սիմվոլ եւ սա է կամքը նոր ապրիր այն արժանի Ձմեռային հաջորդ զորակոչը հունվարի 14-ին է։ Էմմա Պետրոսյան, Արման Տիտանյան, լուրեր։